Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Հայաստանը կսկսի Եվրամիությանն անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը։ Ռուսաստանից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքել է իրեն ուղղված մեղադրանքներին։ Օզոնի լոգիստիկ պահեստների վրա հարձակումները շարունակվում են։ Հայաստանն առաջիկայում կսկսի Եվրոպական միությանն անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջիկա 5 տարիներին պատրաստվում է արդյոք Նիկոլ Փաշինյանը դուրս բերել Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմից։ Եթե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նախորդ կառավարության ծրագրում հստակ նշված էր կազմակերպությունը Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակն է, ապա նոր ծրագրում ՀԱՊԿ-ը ներկայացված չի անգամ որպես առանձին քաղաքական իրողություն։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Մարիաննա Ղարհամանյանը հետաքրքրվեց Փաշինյանից, որը ռազմաքաղաքական դաշինքով է նա պատրաստվում փոխարինել ՀԱՊԿ-ը։ Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու, եւ ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան եւ կազմակերպությունում իդեպ կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից, ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեզ համենայն դեպս կազատի դուրս գալ չգալու երկընտրանքից։ Ըստ Փաշինյանի կազմակերպությունը վաղուց արդեն սպառել է իրեն։ Մենք բոլոր հարցերը տվել ենք, ոչ մի պատասխան չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հետաքրքրությունը սպառված է։ Մինչ այս կազմակերպության հանդեպ հետաքրքրությունը սպառվել է, գործում քայլեր են իրականացվում Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու եւ այդ կառույցին անդամագրվելու համար։ Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների սույն թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են, մեջբերում են. Կիսում ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական միությանը անդամագրվելու կամ Եվրոպական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը։ Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում, եւ վստահ եմ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա։ Ասել է, թե անպայման ժողովուրդը կորոշի, բայց խնդիրը ժամկետներն են։ Բայց ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային։ Փաշինյանը հորդորում է չշտապել, հիշեցնում է 2025 թվականի մարտին Ազգային ժողովում ընդունված Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որով ըստ նրա արդեն իսկ ակնհայտ է, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը։ Վերնագրից եւ նաեւ կարճ բովանդակությունից օրենքի ակնհայտ է, որ այն ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին է, իսկ հարցի վերաբերյալ հանրաքվեն տվյալ process-ի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան։ Փաշինյանի այս հայտարարությունից քիչ անց Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է. Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի մի շարք ոլորտներում իր օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության նորմերին, ինչը նրա պնդմամբ կարող է վնասել Հայաստանին ԵԱՏՄ նորմերի հետ հակասությունների պատճառով։ Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում գոհ լինել, եթե նրան հեռացնում են։ Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ելնելով իր ազգային շահերից, ապա այն ազատ է համապատասխան որոշում կայացնելու եւ այս կազմակերպությունից դուրս գալու համար։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության հայտին, ապա այն ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի իր օրենսդրությունը տարբեր ոլորտներում առևտրի, բուսասանիտարական, մաքսային եւ այլ ոլորտներում համապատասխանեցնել եվրոպական նորմերին, Եվրամիության չափանիշներին։ Այդ նորմերը չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք գործում են մեզ մոտ եւ ԵԱՏՄ տարածքում։
Ավելի վաղ հապկում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Հայաստանին հապկ մարմիններում քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս։ Նա հայտարարել է, որ հապկ հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին եւ առաջնորդները հավանաբար կքննարկեն այդ հարցը։ Հայաստանը, հիշեցնեմ, սառեցրել է իր մասնակցությունը հապկին 2024 թվականին։ Նիկոլ Փաշինյանը բացեց խաղաքարտերը, այսպես է արձագանքել ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Իր բանակցային ոճը այսօրվա ելույթում բառ արտահայտվում է կամ է եւ չկա։ Արցախյան հակամարտության այն էտապում, երբ ինքը սկսեց բանակցել, ինքը որոշեց գնալ կամ պատերազմի, կամ զիջման, երկու տարբերակ էր իր տեսլականը, բայց կա երրորդ տարբերակները միշտ։ Դիվանագիտությունը դրա մասին է։ Եթե կամ է, ուրեմն այնտեղ դիվանագիտություն չկա արդեն։ Դիվանագիտությունը պետք է չլինի այնտեղ, որտեղ ընդամենը երկու տարբերակ են։ Նախարար Սուրեն Պապիկյանի համար նորություն է, որ այդ դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը նշել է, որ թեպետ հեռու է այն մտքից, որ այս հարցին պետք է վիճակագրության ձևով նայել, սակայն վերջին տարիների վիճակագրությունն է ներկայացրել։ 15 թվականին դեպքերի թիվը եղել է 7, բայց 2016 թվականին հավանաբար ապրիլյան պատերազմից հետո ես չեմ հոգեբան չեմ, ես չեմ կարող այստեղ գնահատական տալ։ Թիվը դարձել է 19 միանգամից։ Այսինքն նույն ժամանակաշրջան նույն նախարարն է աշխատել։ Նույն գլխավոր շտաբի պետն է աշխատել։ Վստահաբար նույն հետևողականությամբ աշխատել է։ Միայն Հայաստան, թե Հայաստան-Արցախն է միասին։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության բանակին, հարգելի գործընկերներ։ 17 թվականին թիվը դարձել է 13, սկսել է նվազել։ 18 թվականին 12, 19 թվականին 11 դեպք։ Ես խոսում եմ ինքնասպանություն, ինքնասպանության հասցնել սպանություն։ Չեմ խոսում առհասարակ բանակում ինֆարկտից, մեքենայի վթարից եւ տարբեր բաներից մահացությունների։ 20 թվական 10, 21 թվական 10, 22 թվական 8, 23 թվական 9, 24 թվական 11, 25 թվական 2, 26 թվական 8։ Սա վիճակագրություն էր այն մասին, որ վերջին 1 տասնամյակի ընթացքում այդ թվերը եւ մեծացել են եւ պակասել են։ Սրանք ունեն տարբեր պատճառներ։ Իհարկե դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում է։ Մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք են։ Ոչ միայն այսօր, նաև երեկ։ Սա մարտահրավեր է, որ միայն իմը չի։ Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանի արած բազմաթիվ հայտարարություններ լայն քննարկման առարկա են դարձել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Այդ հայտարարությունների, Հայաստանի անվտանգային համակարգում առկա իրավիճակի եւ բանակում մահվան դեպքերի աճի վերաբերյալ կզրուցենք Արար քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն սոցիոլոգ Արմեն Խաչիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Դուք այսօր հասցրել եք հետևել Նիկոլ Փաշինյանի ելույթին ազգային ժողովում, նա կառավարության ծրագիրներ ներկայացնում, բազմաթիվ հայտարարություններ արեց, որոնք քննարկումների առարկա են դարձել, ձեր ընդհանուր գնահատականը եւ նաեւ կառավարության ծրագրի հետ կապված կարծիքներ կան, որ նախորդ ծրագրի բազմաթիվ դրույթներ այդպես էլ չեն իրականացել, հնարավոր է նույն խնդիրը նաեւ այս դեպքում լինի։ Միանշանակ, երբ որ մենք խոսում ենք կառավարության ծրագրերի մասին, շատ դեպքերում մենք միայն ծրագրի մասին ենք կենտրոնանում քննարկում եւ շատ քիչ ենք կենտրոնանում նախորդ ծրագրի արդյունքների գնահատականի վրա։ Ինչպես աշխարհում կորպորատիվ, հատկապես միջավայրում շատ ընդունված է KPI-ներով առաջնորդվել, ցավոք սրտի կառավարության ծրագրերը չունեն KPI-ներ եւ չեն արտացոլում հստակ ցուցանիշներ, թե որ պարագայում է համարվում այդ կառավարության ծրագրի յուրաքանչյուր կետը կատարված։ Տվյալ պարագայում, եթե խոսենք 2021-26 թվականի կառավարության ծրագրի մասին, մենք բազմաթիվ չկատարված ծրագրային կետեր ունենք եւ հատկապես 2021 թվականին շատ վստահությամբ կառավարությունը հաստատում էր Արցախի անվտանգության երաշխավորության թեման եւ կարեւորում էր Արցախի անվտանգությունը ու Արցախի հայկական մնալը, մինչդեռ այս 5 տարվա ընթացքում
ոչ միայն կորսվեց Արցախը, այլ նաև էթնիկ զտում տեղի ունեցավ եւ Արցախի բնակչությունը բռնի տեղահանվեց դեպի Հայաստան եւ այս կոնտեքստում մենք կարող ենք ասել, որ այս ծրագրում ունենալ գլխավոր անուն որպես խաղաղություն, որպես անվտանգային երաշխիք, փոքրինչ խնդրահարույց է, որովհետեւ այս ծրագրում է հիմնական առանցքը խաղաղությունն է, որ խաղաղություն պիտի լինի, խաղաղ պայմաններում պիտի գոյատևի հայ հասարակությունը, մինչդեռ նախորդ 5 տարվա ընթացքում մենք 3 պատերազմ ենք ունեցել, իսկ խաղաղության կոնտեքստում պետք է դիտարկել նաև ինչ խաղաղության երաշխիքներ կան եւ ինչ որն է խաղաղության երաշխիքը, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը չի ընդգծում, որ բանակն է խաղաղության երաշխիքը, իսկ օրինակ նախորդ ծրագրի մեջ ամրագրված էր, որ պրոֆեսիոնալ բանակ պիտի ունենանք, մինչդեռ 5 տարի անցել է, մենք պրոֆեսիոնալ բանակ դեռևս չունենք, քիչ չէ, մի հատ էլ բանակում սպանությունների, դժբախտ պատահարների դեպքերը հասել են բավականին մեծ թվի եւ այս տարվա ընթացքում շուրջ 30 նմանատիպ դեպք ա եղել եւ յուրաքանչյուր տարի այսպիսի դեպքեր են տեղի ունենում եւ եթե նույնիսկ հակառակորդի կողմից չեն այս դեպքերը, ամեն դեպքում բանակի թվակազմը այսքան քիչանալուց հետո նույնիսկ մեկ է նմանատիպ դեպքերը ցույց են տալի բանակի ներսում արկա դժվարությունների մասին, այդուհանդերձ ընդդիմադիր պատգամավորները տարբեր կոնտեքստում քննադատում են եւ վեր են հանում հիմնական խնդիրները կառավարության ծրագրի եւ սպասենք տեսնենք ինչ տեղի կունենա գալիք 5 տարվա ընթացքում։ Անվտանգության առումով ձեր դիտարկմամբ ճգնաժամ կա թե ոչ։ Անվտանգության առումով ցավոք սրտի խնդիրները շատ են, թե բանակի ներքին բարոյահոգեբանական վիճակը, թե բանակի համակարգային վիճակը, թե բանակի տարբեր ստրուկտուրաների միջև սինխրոնիզացիայի խնդիրը, այսպես շատ չի ուզի բացել ներքին հարցերը, այդուհանդերձ բանակում ցավոք սրտի խնդիրները շատ են եւ լուծելու խնդիրներ կան, ամենակարևորը բանակի ֆունկցիան անվտանգություն ապահովելու բարձր պատրաստակամություն ունենալն է եւ բարձր մոտիվացիան է եւ անվտանգության գլխավոր երաշխիքը բանակն է, ուժեղ բանակն է, ուժեղ անվտանգության երաշխիքը։ Մենք հիմա Վարշավայում ենք եւ օրինակ կարող ենք նայել եվրոպական երկրներից, որոնք են ամենաուժեղ անվտանգությունն ունեն, ընդունված է ասել, որ ամենաժողովրդավար Շվեյցարիան է, որ ունի բարձր մակարդակի խաղաղության միջավայր եւ դա բացառապես ուժեղ անվտանգության, ուժեղ բանակի եւ ուժեղ պատմական ժամանակահատվածում ուժեղ բանակ, ուժեղ ենթակառուցվածքներ ունենալու հաշվին է, մինչդեռ Հայաստանը շատ անելիք ունի ուժեղ բանակ եւ ուժեղ ենթակառուցվածքներ ունենալու հարցում։ Բանակում մահերի հետ կապված ձեր խոսքում իհարկե նշեցիք, պատճառները որոնք են, կան որոշակի հետազոտություններ։ Որպես սոցիոլոգ կարող եմ ասել, որ ոչ միայն բանակում, իսկ բանակը հասարակության հայելին է, այլև ամբողջ հասարակության մեջ շատ են հանցագործությունները, որոշ 15%-ով աճել է նախորդ տարվա համեմատ հանցագործությունների թիվը։ Տարբեր տեսանկյուններից մենք տեսնում ենք հասարակությունում բևեռացման, միմյանց միջև որոշակի խնդիրները ավելի կոնֆլիկտային, ավելի պրոբլեմատիկ ճանապարհով լուծելու տարբերակներ, ինչը հատկապես կարող ենք ասել, որ օրինակ նախընտրական փուլում տեղի ունեցած, այսպես ասած, ատելության քարոզի, բռնության խոսքի, ատելության խոսքի հետևանքն է, որովհետև քաղաքական ուժերը երբ որ իրեր շատ ուժեղ ատելության խոսք են տարածում, դա չի կարող չարտացոլվել հասարակության մեջ եւ դա չի կարող չարտացոլվել հասարակության հայելի համարվող բանակի մեջ։ Իսկ ընտրությունների վրա դա ազդեցություն ունենում է։ Միանշանակ հասարակությունում արկա անհանդուրժողականությունը, իրար չհարգելու, իրար միջև վերջ չլսելու, իրար չներելու, չզիջելու այս վարքագիծը բացառապես արտացոլվում է ոչ միայն քաղաքականության մեջ, այլև բանակում, դպրոցում, արտացոլվում է հասարակության մեջ, արտացոլվում է տնտեսության մեջ, արտացոլվում է փողոցում, բակում, ցավոք սրտի Հայաստանում շատ են դեպքեր, որ մարդիկ միմյանց հետ լեզու չգտնելու արդյունքում միմյանց լուրջ ֆիզիկական վնաս ընդհանուր միջև մահի են հանգեցնում եւ այս ամեն ինչը կարող ենք ասել, որ նաեւ պետական մակարդակով բաց թողման հետևանք է, այսինքն պետությունը պետք է ապահովի խաղաղ ներքին անվտանգության միջավայր, որը ցավոք սրտի երբեմն օրինակ եթե լսենք ինչպես է վարչապետ Փաշինյանի իր ելույթներում օրինակ թիրախավորում քաղաքացիներին ասում դու խիչ ես զոհվել կամ ասում է տարբեր տիպի քեզ կզծնելու եմ, նստեցնելու եմ եւ այլն, դա բնականաբար իր էֆեկտն է ունենում եւ իր աջակիցներն էլ ասում են
մյուս քաղաքական լիդերի աջակիցներին եւ այս արդեն աջակիցներով են իրար հետ պայքարում եւ այդպես բոլոր տիրույթներում հասարակության մեջ որոշակի խնդիրներ է առաջանում։ Այսինքն վերևից պետք է լուծվեն այս հարցերը։ Միանշանակ բոլոր խնդիրները, որը վերաբերում է հասարակական ներքին անվտանգությանը, ինչպես նաև հասարակության արտաքին անվտանգությանը, միանշանակ պետական կառավարման եւ պետական կառավարման ղեկը ստանձնած մարդկանց հիմնական ֆունկցիան պիտի լինի։ Դուք հետազոտություն ունեիք, թե որ կառույցներն են ավելի մեծ վստահություն վայելում եւ բանակն ու եկեղեցին էին առաջատարները, հիմա կառավարության ծրագրում նման դրույթով ինչ խնդիր են փորձում լուծել եւ նաեւ այդ հետազոտությանը որոշակիորեն անդրադառնանք։ Հայոց նորանկախ պատմության ընթացքում առաջին անգամ հայ եկեղեցու դեմ արշավը արձանագրված է երկրի կառավարության ծրագրի մեջ եւ կառավարության ծրագրի մեջ հստակ ֆիքսված է, որ նպատակն է փոխել հայոց վեհապարին, կաթողիկոսին, որը ըստ էության որոշակի սահմանադրական նաև խնդիրներ է առաջացնում, որովհետև ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության հայ առաքելական եկեղեցին եւ պետական իշխանությունը եւ կառավարությունը դրանք անջատ են եւ մեկը մյուսի գործերի մեջ իրավունք չունեն միջամտելու։ Այդուհանդերձ հայ առաքելական եկեղեցին ունի ամենաբարձր երկու վստահություն ունեցող ինստիտուտներից մեկն է զինված ուժերի հետ միասին եւ եկեղեցու ինստիտուտը շատ չափազանց մեծ հեղինակություն ու վստահություն ունի եւ շատ դժվար է լինելու վարչապետ Փաշինյանին կարողանալ այսպես ասած փոխել կաթողիկոսին, որը ըստ էության եկեղեցու ներքին կանոնակարգային ճանապարհով է լուծվում։ Մի անգամ փորձ արվեց 10 եպիսկոպոսներ, այսպես ասած, սկսեցին այդ պայքարը, սակայն չհաջողվեց։ Ամեն դեպքում վստահ եմ, որ Փաշինյանը ավելի մեծ ջանքով փորձելու է իրագործել իր նպատակը, այլ հարց թե ընդդիմությունը եւ հասարակությունը ինչպիսի հակազդեցություն ցույց կտա։ Այդուհանդերձ ես կարծում եմ, ինչ էլ լինի, հասարակությունը հակված չէ եկեղեցում ռադիկալ փոփոխությունների, հասարակությունը հակված է որոշակի նուրբ բարեփոխումների եկեղեցում, ոչ մեկ չի թաքցնում եկեղեցում արկա խնդիրների մասին հասարակությունը լավատեղյակ է, բայց ռադիկալ փոփոխություն այն է կաթողիկոսի տեսքով կամ ամբողջ համակարգի փոփոխություն սոցիոլոգիական հետազոտություններով եւս երևում է, որ հասարակությունը այդ մեծ ցանկությունն ու իղձը չունի։ Օզոնի լոգիստիկ պահեստների վրա հարձակումները շարունակվում են արդեն երրորդ օրն անընդմեջ։ Հարվածների հետևանքով ընկերությունը կորցնում է պահեստային տարածքներ, վաճառողները միլիոնավոր ռուբլիների ապրանք։ Թեմային անդրադարձել է Լեոնիդ Ավերինը։ Օգոստոսի 23-ի գիշերը ուկրաինական անօթաչուները հարվածել են Օրենբուրգում Օզոնի լոգիստիկ կենտրոնին։ Սա ընկերության երկրորդ պահեստն է 2 օրվա ընթացքում։ Տարածքում հրդեհ է բռնկվել, ավելի քան 300 աշխատակցի տարհանել են։ Տեղական իշխանությունները հայտարարել են, թե պահեստի վրա խոցված դրոնի բեկորներ են ընկել, սակայն հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է շենքի վրա ընկնում անօթաչու թռչող սարքը։ Ուկրաինական կողմը հարվածները պատճառաբանում է նրանով, որ այդ կենտրոններում պահվում են երկակի նշանակության ապրանքներ։ Օզոնով իսկապես գնումներ են կատարվում ռուսական բանակի համար։ Մեդուզան կամավորական ալիքներում հայտնաբերել է առցանց հարթակի ավելի քան 3,500 հղում։ Այնտեղից գնել են զրահաբաճկոններ, սաղավարտներ, ջերմատեսիլներ, ռադիոկայաններ եւ FPV դրոնների պահեստամասեր։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։